Ինչ ա եղել, ինչ եք յարդիս ուտում։ Հա իդեպ, գժանոցից մարդ ա պախել, գիշերը դուշ կլնեք, դրներն կողպեք քնել զարար։ Թատրոնի և երկիծանքի միջազգային օրվա կապակցությամբ Արմավիրի քրեակատարողական հիմնարկում ինքնագործ մշակութային միավորման նախագահ Մխիթար Մոսմուշեղյանի և ազատազրկված անձանց նախաձեռնությամբ և մասնակցությամբ բեմադրվել է խնամախոս ներկայացումը, որի պրեմիերային ներկա էր նաև Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Վերջինս կարևորել է ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, նաև բեմադրությունների միջոցով։ Վերասոցիալականացման ճանապարհի հետ կապված, այո, պետության քաղաքականությունը հենց դրան է միտված, գուցե որոշ դեպքերում մեր ջանքերը բավարար չեն, որ ամբողջությամբ ապահովենք այդ երևույթը, բայց փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի գնանք հենց այդ ճանապարհով, իսկ այդ ճանապարհին չեմ ասի ամեն ինչ, բայց հիմնական մասը հաջողության կախված է հենց ձեզնից։ Եվ շատ ուրախ եմ, որ ընտրել եք հենց այդ ճանապարհը եւ լիահույս եմ, որ օրենսդրական այն հնարավորությունները, որ կան պատժի ժամկետը կրճատելու, անվտանգային գոտիները փոփոխելու, ներման արժանանալու կամ պատժի սպամինական վաղակետ ազատվելու կգործեն նաև ձեր հետ կապված։ Նախարարը նաև կիսվել է ներկայացումից ստացած տպավորություններով։ Կարծում եմ ականատես եղաք, թե ինչպես է հանդիսատեսը ծիծաղում, մերթ տխրում, երբեմն նաև մտածում, որովհետև ձեր ներկայացման մեջ այդ հույզերը պարգևող ամեն ինչ կար։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ, ինձ համար շատ ուրախացնող է, որ ես հնարավորություն ունեմ ներկա գտնվել նման ֆորմատով ներկայացման եւ քանի որ ինքս թատերասեր եմ, վստահ կարող եմ ասել, որ ներկայացումը մեկ շնչով նայվեց, ինչը բավականին բարդ է նաեւ իրական կյանքում թատրոնների բեմերում, այսինքն երբեմն նույնիսկ պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությամբ ներկայացումները չեն ընթանում մեկ շնչով, կեսից երբեմն նույնիսկ ձանձրույթ են պատճառում հանդիսատեսին, բայց սա այդ դեպքը չէր։ Դատապարտյալների առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար ստեղծվել է ինքնագործ մշակութային միավորումը, որը նախագահում է Մուշեղյանը, ասում է, ստեղծվում են տարբեր թատերախմբեր եւ բեմադրվում տարատեսակ ներկայացումներ։ Սա մեր առաջին ներկայացումը չի։ Նախորդ ներկայացումը մահացել եմ, չեմ մահացել հոգեբանական դրաման է, որին ներկա էր նաև մայստրո Հակոբ Ղազանչյանը եւ հավաստագրեր անձամբ շնորհեց մասնակից դատապարտյալներին եւ հիմա աստիճանաբար փորձում ենք վերածվել թատերախմբի եւ այն տղաները, ովքեր որ այդ դասընթացներին մասնակցություն են ունեցել, այսօր ինչպես ասեցիք, ֆանտաստիկ ներկայացան, ես չզգացի, որ ես գործ ունեմ ոչ պրոֆեսիոնալ ինչ-որ դերասանների հետ, շատ լավ զգացի որպես խաղընկեր։ Առաջիկայում եւս անելիքներ ունեն դատապարտյալների երեխաների համար էլ պատրաստվում են հունիսի 1-ին մանկական բեմադրություններ ներկայացնել։ Հունիսի 1-ին ուզում ենք անենք էլի ինչ-որ թումանյանական մի բան, ես բեմականացումը արել եմ Սուտասանը եւ Չախչախ թագավորը պիեսների միքսով, այսպես ասած, այդ երկու հեքիաթը միացնելով ստանալու ենք մի հեքիաթ եւ հունիսի 1-ին խաղանք։ Ներկայացման մեջ ամենահետաքրքիր կերպարներից մեկի Լենդրուշի կերպարը մարմնավորում էր Աղասի Չախոյանը, որն արդեն 7 տարի է կալանավայրում է։ Նա եւս ակտիվ մասնակցություն է ունենում մշակութային միջոցառումներին, իսկ վերասոցիալականացման ուղղված ծրագրերի իրականացումը համարում է իդեալական։ Մասնակիցները միանշանակ շատ են, կան ահագին մասնակիցներ, ովքեր որ ցանկանում են տարբեր տեսակի միջոցառումներով ու ինչքան ավելի շատ լինի, այդքան ավելի լավ։ Զբաղմունք է, ուղղակի կտրվելով այդ ամեն ինչից։ Բեմադրության ավարտին տեղի է ունեցել նաև Մխիթար Մոսմուշեղյանի հեղինակած Խնամախոս գրքի շնորհանդեսը։ Սա հեղինակի թվով 10-րդ գիրքն է, ասում է 2021 թվականին ներկայացրել է իր վերջին թատերագրությունը, իսկ այս պահին չի ստեղծագործում, քանի որ դրանից հետո միայն կազմակերպչական աշխատանքներում եմ եղել, քանի որ նաև Հայաստանի մշակույթի գործիչների միության վարչության անդամ եմ եւ միության միջազգային հարցերով եմ զբաղվում, կանոնակարգում եմ, այսպես ասած, մի քիչ տարօրինակ է, որ ստեղից այդ միջազգային, բայց ամեն դեպքում հա,
Եվ նաև քանի որ Ռուսաստանի գրողների միության անդամ եմ, իրենք էլ իրենց հերթին են օժանդակում այս հրատարակություններին ու աշխատում եմ այն ամեն ինչ որ ես ունեցել եմ հիմա ռուսաֆիկացնեմ, որպեսզի ավելի լայն ընթերցողական լսարան գրավի։ Չնայած Մխիթար Մոս Մուշեղյանը բազմաթիվ գրքերի հեղինակ է, բայց ասում է, Խնամախոսն առաջին գիրքն է, որը պատրաստվում է վաճառել, իսկ վաճառքից գոյացած հասույթը մեկ նպատակի է ծառայելու։ Վաճառքի հասույթը պիտի տրամադրվի ուրեմն բարեգործությանը, կազմակերպության, որը զբաղվում է երեխաների, այսինքն ընտանիքներով, որոնք չեն կարող երեխա ունենալ, դրանց օժանդակությամբ։ Իսկ գրքի նախաբանը գրել է Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի ղեկավար Արմենուհի Դեմիրճյանը, ասում է, արդեն 1 տարի է գործակցում են քրեակատարողականի հետ, նախաբանը գրելու առաջարկն էլ ստացել է Մուշեղյանից։ Ես որոշեցի, որ այո, պետք է այս հետաքրքիր, կատակ եւ դրամա իրար միացնող ստեղծագործությանը պետք է անդրադառնայի։ Շատ զարմանալի համադրություններ կան պիեսում, հետաքրքիր զուգորդումներ եւ առողջ եւ հիվանդ աշխարհի, այսպես զուգորդումներ եւ հանցավոր եւ անմեղ աշխարհի զուգորդումներ, հեղինակը լուրջ հետազոտություն է արել եւ կարճ տարածքի վրա մի փոքրիկ պիեսի մեջ կարողացել է մեծ այսպես հանգույցներ արտարտել եւ լուծել։ Սոնա Գիշյան, Սեյրան Հակոբյան, Free News, Ազատ լուրեր։